Մեր տաղավարում է դերասան երգիչ Վարուժ Մարգարյանը։ Բարի լույս Վարուժ։ Բարի լույս Վարուժ։ Ինչպես ես ծորաբար սկսում քո վիկենդյան առավոտները։ Աշխատանքային։ Իմ մոտ անկեղծ չկա տենց վիկենդ ասված, որովհետև ես նենց առերն ինձ աշխատանք ունեմ, հիմնական, որ շաբաթ-կիրակի ասվածը մի քիչ այդքան էլ իմ համար չի, ես շաբաթ-կիրակի էլ որ զարթնում եմ, այդ փորձում եմ հիշեմ ինչ ունեմ անելու, տանը, ոչ աշխատավայրում, բայց մի բան կա կարևոր, որ անում եմ, այդ շաբաթ-կիրակի պարտադիր անում եմ, այդ իմ վինիլովի ձայնարկիչը միացնում եմ։ Բայց դա ամեն օր, չէ։ Դա ամեն օր, բայց վիկենդներին ցենց ավելի հանգիստ ժամի, էլի, հարևաններին խանգարում եմ, որովհետև աշխատանքային օրին փոքրինչ ցածր ձայնով եմ լսում, որ հարևաններս չբողոքեն ժամը 9:30։ Իսկ վիկենդը հատուկ երաժշտություն ունի, հատուկ սկավառակներ կան, որ հենց շաբաթվա վերջի համար են, թե չէ։ Ես հենց զարթնում եմ, նայում եմ այդ սկավառակաշարից, նայում եմ որն եմ ուզում ընտրեմ այդ պահին։ Ու ինչ որ մեկը Տարբերություն տես չկա։ Իսկ բացի երաժշտությունից առավոտ էլ ինչ է պետք արթնանալու համար քեզ։ Սուրճ չեմ ասի, որ սուրճը ինձ արթնացնում է, որովհետև ես չեմ հասկացել նույնիսկ այդ ֆենոմենը, որ ասում են սուրճը ես պետքա պարտադիր մտխեմ եմ որ զարթնեմ։ Ես չունեմ, դա ինձ թվում է այդ երաժշտությունը մեկ էլ մի քիչ հանգիստ 10 րոպե որ չխոսան հետս, որ ներվերս չքայքայեն հանկարծ, որովհետև ես չեմ սիրում, որ ինձ որ զարթնում եմ, գալիս ինձ բզում են, ասում եմ, բա կարող է էս, բա կարող է սենց, ջղաձգում է ինձ ահավոր։ Օրվա լուքդ որոշում ես առավոտյան, թե նախորդ օրը քնելիս։ Քնելիս ուշ ես ասում։ Մի քանի օր առաջ։ Հա, մի քանի օր առաջ, լինում է որ նախորդ օրը առավոտյան որ դուրս եմ գալիս, այդ պահին արդեն մինչև կհասնեմ աշխատանքի, արդեն ֆիքսում եմ որ հաջորդ օրը տենց պետքա լինի։ Լինում է որ Instagram-ում օրինակ ինչ որ բաներ եմ թերթում, եկե գունային գամաներ եմ տեսնում, ասում եմ, հա, պահարանում ունեմ էս, ուրեմն կարելի է 2 օր հետո այս գունային գամաները իրար հետ համադրել։ Հա, իմ մոտ տենց է։ Իսկ այսօրվա լուքը Քանի րոպե պահանջել։ 3-ի առաջին օրն եմ մտածել։ 3-ի առաջին օրն ես մտածել։ Կային մարդիկ, որոնք առաջին անգամ կհայտնվեն քո Instagram-յան էջում։ Ինչ կարծիք պիտի ունենան, ինչ նյութ պիտի վերցնեն, թե միայն էսթետիկ հաճույքն է թերթելուց պիտի ստանան ու թերթեն։ Չէ, իմ մոտ ոճային առումով կա այդ ամենայն Instagram-ում, բայց այդ ամենին զուգահեռ ինչի ես տենց շատ կարող չհամարեմ այդ էսթետիկ ասվածը, որովհետև դրան զուգահեռ այն երաժշտությունը, որ ես համադրում եմ իմ կոնտենտի հետ, այդ այնը, ինչը որ ես իրոք սիրում եմ։ Ես դա լսում եմ, ես փոքր տարիքից, ես մի հատ եթե կարելի է այս ընթացքում կարամ նույնիսկ պատմեմ, այս հարցինի պատասխան, նույն վինիլային սկավառակները, որ ես ունեմ, ես շատ եմ սիրում ջազ ու այդ վինիլային սկավառակները, որ Chet Baker Miles, մի խոսքով այդ ամենի զուգահեռ, ես մի օր գալիս եմ տուն, այս երաժշտության հետ կապ չունի, բայց իմ էության մասին է փոքրինչ, հեսա կհասկանաք, ասում եմ, մամ, ասում, ես նայում եմ այդ պահարանն է իմ այդ վինիլային նվագարկիչի նայում եմ, ասում եմ, մամ, այս պատին բերելու եմ պետքա պաստառ եմ կպցնելու, ասում հա, ինչ պաստառ, ասում եմ, պաստառը, որի վրա գրված է հորս արև։ Մամաս ծիծաղում չի հավատում։ Այդ անցնում եմ 5 վայրկյան, զգում եմ որ ես ինչ որ տենց ուրիշ չեմ փոխում, կատակ չէր, ասում եմ լուրջ, ասում հա։ Դե չի ընդունում, ասում դե լավ, երևի կատակ արեց ու մի օր, այսքան շրջանակով կանաչ գույնի պաստառա վրան դեղինով, ասեն սիրուն ֆոնտով իմ ընկերներից մեկն է Մանենա իմ համար այդ հատուկ սարքել գրված ասենց հորս արև, որտեղ այդ արտահայտությունը ես շատ եմ օգտագործել, շատ։ Ամեն երկրորդ բառս էդ է եղել։ Ու շատ ընկերներ կան, որ ոնց որ ասոցացրել են այդ բառի հետ անդադ ու ես այդ որոշել եմ որ պետքա ունենայի։ Ու որ տարատուն ասում մաման նայեց, ասում է ու բալ հիմա կախել ես, ասում հա այստեղ հենց ննջարանում չի ինքը կախված է հյուրասենյակում, ասենց մեծ կախված է, որ բոլորը մտնեն ու տեսնեն։ Ու այդ երգերի հետ կապված ասում է դե ախր նա իմա տես դու ասենց երգեր ես լսում ու ասենց պաստառ ես կախել, ասում հա բա թող ով գալիս է, թող տեսնի ու բոլորն իմանան որ էս էլ եմ ես։ Նույն հա, ես չեմ թաքցրում, մենակ թե ես լսում եմ Miles Davis կամ Chet Baker լսում եմ, այդ չի նշանակում, որ նու ես այս մարդը չեմ կարող ունենալ։ Հա, որովհետև այդ ես եմ, ես դե փոքր տարիքից մինչև Miles Davis լսել եմ, փոքր տարիքում շանսոն եմ լսել ու 12 տարեկանում շանսոն երգերը անգիր արած երգում մինչև հիմա։
Ես որը գնում եմ առիթների, ես այդ երկիրը անգիր երգում եմ։ Ու կապ չունի այդ առիթներին, քանի հոգու է ճանաչում։ Ծանոթ են թե ոչ, էլի իրականում։ Բայց պաստառները քո կյանքում իսկապես մեծ Միշտ եղել են։ այո, միշտ եղել են եւ կա նաեւ պաստառներով ձևավորվող կոնտենտը, բովանդակությունը, որը ստեղծում ես, ինչի մասին են այդ ձերքին բռնած պաստառները եւ այդ հոլովակները։ Էդ էլ է ինչ որ տենց զուտ տենց պայետակ որոշեցի, որ ուղղակի կարելի է տարբեր մենակ ես որ փորձում եմ տարանջատեմ իմ մասնագիտականը իմ Instagram-ից, Instagram-ը անամեն ինչ ունից դուր է գալիս, մի պաստառների մեջ էլ տենց ինչ որ մեծ, ինչ որ խորհուրդ չեմ դրել, ինչ որ պայի տակ ուղղակի տենց ինչ եկել է մտքից, որոշում եմ պետքա գրվի, այդ ամենը տենց ցուցադրվի, հետո հասկացել եմ, որ դե ինչ որ չափով ինքը դե լավ աշխատում է, կարելի է գործիք դարձնել։ Հետո արդեն ես որոշեցի, որ կարելի է նաև համադրել այդ նորաձևությունը ու այդ պաստառները, այսինքն լինի ոնց որ միքս, որ դու զուտ ոնց ներկայանում ես, լինես այդ ներկայանալի կերպով, այսինքն ինքը տենց միքս կդառնա, որ դու ես քո արտաքին տեսքն քո կերպարն է ու ինչ որ պաստառը, որի վրա ինչ որ բան է գրված։ Եվ երաժշտությունը, որը ուղեկցում է այդ ամբողջ բովանդակությունը։ Մենք առաջարկում ենք պաստառային տրամադրությունը հիմա բերել նաև մեր հարցազրույց։ Այո, եւ ամեն ինչ սկսել սկզբից։ Եվ ամեն ինչ սկսել սկզբից։ Սիրելի Վարուշ, Մենք ընկերներին հեշտ բաց չենք թողնում։ Դե ինչ, բարի գալուստ out the weekend։ Քո մանկության վախերի մասին կխոսես։ Իմ մանկության վախերը։ Ես վախում էի մթությունից։ Հա, շատ, որովհետև ինչ որ տենց հիշում եմ, շատ տարօրինակ բան ա եղել, երևի տենց 6 տարեկան էի, մտանք շքամուտք, չգիտեմ ինչ տեղի ունեցավ, բայց ինչ որ սենց շատ մութ էր, ինչ որ բանից ես վախեցա ու այդ պայից սկսած իմ մոտ անկեղծ գալու եմ, ասենք հիմա էլ որ գնում եմ, ասենք բարձրանում եմ տուն։ Ասենք որ մութ արի, նույնիսկ բանանի որ պետք է փականի մեջ որ սնուցում ես, մտ նայում եմ, որ տենց կողքերս ու այդ ընթացքում այդ 10 վայրկյան ընթացքում ասում եմ, հա մի րոպե, եթե ես մա բացեցի, եթե ինչ որ մեկն է ներքևի հարկում կա, մինչև ինքը վազի հասցնի վերև, ես կհասցնեմ, կբացեմ դուռը, կմտնեմ ու արագ փակեմ դուռը, հետո մի հատ կնեմ շրջանակից Դու մթությունից ես վախենում, թե հետապնդմանով վախում ես։ Մթության մեջ գիտես ինչքան մարդ կա Կյանքը ֆիլմ է, ֆիլմի է վերածում։ 1000-ից 1 իրար ասեք, որ սիրում եք իրար։ 1000-ից 1, վար։ 1000-ից հիմա արդեն դու չես, դու ասում ես, բայց 1000-ից 1-ը գոնե հիմա դենս է դարել ամեն բան, որ գոնե 1000-ից 1-ել ասեն, էլի լավ է, գոնե ասեք։ Դե լավ, արի ասենք Վարուժին, որ մենք իրեն շատ սիրում ենք։ Այո, մենք էլ շատ ենք Չէ, բայց 1000-ից մերսի շատ ես էլ ձեզ եմ շատ սիրում, բայց 1000-ից 1 իրար ասեք, որ եթե լավն է ինչ որ բանը, ինչ որ դուք հավանում եք, պետք է դրա մասին բարձրաձայնել, որ դա իր համար լինի մոտիվացիա ու ինքը դրանից իրան պարտավորված զգա, որ ինքը այդ լավ բանը պետք է էլ ավելի լավ անի, որ իր ընկերները էլ ավելի ոնց որ հպարտանան իրենով ու այդ մասին խոսեն։ Այդ շատ կարևոր է, կարծում եմ։ Մենակ մնալու մինուսները։ Չունի մինուս։ Չէ, ունի։ Ունի, որոնք են դրանք։ Ապա Ֆլորենցիա որ գնացի, քայլում էի այդպես երեկոյան փողոցներով ու երբ որ փողոցային երաժիշտները տարբեր տեսակի երաժշտություններ էին նվագում ու երգում, ես հասկացա, որ ես չէի ուզի լինեի մենակ ու կուզեի լինեի գողակցիս հետ, որովհետև անկեղծ նենց կուզեի այդ բան բարեի ուղղակի այդ մարդու հետ։ Դեպի սեր։ Հա։ Տենց այդ սեր ասվածը քանի որ ինքը տենց շատ գլոբալ է, թող լինի դեպի սեր, որ մեկը իր ձևով հասկանա էլի դա։ Վերադառնանք քո Instagram-յան էջին ու հետաքրքիր է արդեն ունես դիտարկում թե քո հետևորդները ամենաշատը ինչն են սիրում, ինչն են սպառում։ Իմ հետևորդը ինձ ամենաշատը սիրում են թե երբեմն ես քեֆ անում։ Անկեղծ եմ ասում, հա, լուրջ, այդ ամենայն ոնց ասեմ, ամենայն բարձր տեղում է գտնվում այդ կոնտենտը, երբ ես որովհետև քեֆ եմ անում։ Եթե ես քեֆ եմ գնում եմ ինչ-որ քեֆի ու հաջորդ օրը տեղադրվում է story բաժնում ինչ-որ տես տեսանյութ որտեղ որ ես քեֆ եմ անում, այդ օրը նվազագույնը 10 հոգի ինձ գրում է
Ես ուզում եմ ձեզ հրավիրել իմ հարսանիքին, կգաք իմ հարսանիքին, ես ուզում եմ ձեր հետ լինեմ նույն հարսանիքին, ես ուզում եմ ձեր հետ քեֆ անեմ։ Ու կապ չունի այդ մարդիկ ինձ ճանաչում են, չեն ճանաչում։ Ես որ հարսանիք երկրորդ անգամ ամուսնանամ, ես ձեզ անպայման կանչելու եմ։ Հատուկ դրա համար երկրորդ անգամ։ Հատուկ դրա համար երկրորդ անգամ ուզում եմ ամուսնանալ, որ ձեզ կանչեմ, չէ՞, այդպես նամակներել եմ ստացել, միանշանակ ընկերներից եմ նույնիսկ ստացել, որ ասում եմ նայում եմ, ընկերն եմ գրել, ասում եմ որ նայում եմ, ասում եմ ուզում եմ մելի ամուսնանալ, որ գաս էլի։ Բայց միայն հարսանիքներին ես այդպես ուրախանում, թե անկախ կապ չունի։ Անառիթը հատկապես Առաջ էլի մարդկանց չէի ճանաչում, էլի ես իմ քեֆը անում եի, բայց դրա մինուսը գիտես որն է։ Առաջին անգամ երբ մենք ինչ որ հավաքույթի ժամանակ միասին հայտնվել էինք նույն վայրում, իրար չէինք ճանաչում բացի նրանց, բայց հերվից հեռու գիտեի Վարուժն է դերասան, ինքը Մանեն դերասանուհի է, մենք պարում էինք։ Շատ արագ։ Դե մինուսը այդպես է, ո՞րն է մինուսը։ Մինուսն է որ մի օր գնում ես հանկարծ ինչ որ քեֆի ու Չես ուղղակի սպառում։ հոգնած ես լինում, չես սպառում, հա։ Իսկ հումորը ինչ դեր ունի քո կոնտենտում։ Ինձ թվում է շատ մեծ դեր չունի, որովհետև շատ ինչ որ հումորային ես կոնտենտ չեմ անում։ Ինձ մոտ այդ հումորային երևի Սրամատությունն ու ակնարկը։ Հա, ավելի շատ դա է, հա։ Մեկ էլ այդ երկերի տեսքով է, որ մարդիկ մտածում են հումոր եմ անում, բայց հումոր չեմ անում։ Իրականում, հա։ Մարդիկ մտածում են դե ինչ հումորով տղեն ինչ երկեր ա դնում։ Ես բժշկուհի ունեմ, ով արտահայտվել է, որ ասում է, որ տենց նայում ես քեզ, որ քո տենց նայում ես վիզուալ քո կերպարը, երբեք չես մտածի, որ դու կարող ես տենց երկեր լսես, բայց ես ոչ միայն ասում եմ, ոչ միայն լսում եմ, ես անգիր գիտեմ այդ երկերը։ Սիրով։ Instagram-ից մի քիչ շեղվելով խոսենք նաև աշխատանքի մասին, սիրելի մասնագիտության մասին, կար ժամանակ, երբ հատկապես հեռուստադիտողը քեզ ավելի շատ կարոտեց էկրաններին, որովհետև ավելի քիչ էիր երևում։ Էլ չեմ ասում ինչ որ շրջան նաև դադար էր։ Ու նորից վերադարձար։ Ինչու էր այդ դադարը։ Պետք էր քեզ վերալիցքավորվել, ինչ որ նոր բան էիր փնտրում աշխատանքի մեջ, թե Ինձ պետք էր վերալիցքավորվել, բայց վերալիցքավորվելու համար պետք էր աշխատանք։ Անկեղծ լինենք, գիտենք բոլորը, որ մեր մասնագիտությունը ինքը կախում ունեցող մասնագիտություն է ու մեր երկրում էլ մասնագիտությունը նենց քեզ ֆինանսապես չի ապահովում, որ դու կարողանաս ապրես, հա, կարելի ասել, ոնց միայն այդ քո մասնագիտական աշխատանքով։ Դերասանի կյանքի մասին։ Դերասանի կյանքի մասին է խոսքը, բայց ինչ որ պահի ես հասկացա, միշտ ա եղել այդ իմ մտքում, բայց ինչ որ պահի ես հասկացա, որ արդեն հոգնել եմ, ուղղակի սպառվել եմ այն առումով, որ ես չեմ ուզում, որ ինչ առաջարկ գալիս է, ես ճիշտ ամեն ինչ էլ չէի ընդունում, բայց շատ էլ չէի կարողանում ֆիլտրել, որովհետև ես հասկանում եմ, որ դա իմ հիմնական, դա իմ աշխատանքն է, դա իմ մասնագիտությունն է, ու ես ունեի sense նպատակ ու երազանք, որ պետք է ունենամ հիմնական աշխատանք, որը որ ինձ թույլ կտա ֆիլտրել ու շատ բաներից հրաժարվել նույնիսկ։ Ու երբ որ ես իմ ընկերներին ում հետ որ այդ ընթացքում են շփվում էինք, աշխատում էինք միասին, բայց որպես այդպեսին ես ինձ հիմնական աշխատող չէի իրենց մոտ, ես ուղղակի ասացի, ես ուզում եմ որ ինձ աշխատանք տաք, ես կսովորեմ ամեն բան, որ ուզում եմ կտրվել այդ ամեն ինչից։ Ու տենց էլ եղավ, ու ես արդեն 3 տարի եմ իմ ընկերների հետ եմ։ Այդ ընկերության ու իմ ընկերների շնորհիվ է, որ ես կարողանում եմ հիմա շատ բան ֆիլտրել իմ մասնագիտության մեջ, ու այդ շատ կարևոր է ինձ համ հանգստացնում է, համ Մեծ շատ կարևոր բան էլ կա, որ այս մասնագիտության մեջ ես դրան իհարկե նոր եմ եկել, որ երբ դու ունես հիմնական աշխատանք ու իրեն չես վերաբերվում որպես փողի աղբյուր, դերասանական սկսում ես ստեղծագործել այդ դերասանական աշխատանքի մասին խոսքը, որովհետև երբ որ ես քիչ շատ sense առօրյա բան ասեմ, այսինքն երբ որ դու գնում ես նկարահանման, դու չես մտածում այսօր ես ունեմ ծախսելու ես, ծախսեմ ես, անեմ, հիմա այսօր նկարվեմ, տեսնես, երբ կտանես կատարած ես աշխատանքի դիմաց իմ աշխատավարձը ու այդ մտքից որ դու քեզ ձերբազատում ես ու լինում ես այնտեղ դու ուղղակի որպես դերասան, մտածում ես քո կատարած աշխատանքի մասին, վստահաբար ասում եմ, որ տարբերությունը մեծ երևում է ու շատ մեծ է։ Եվ ամեն դեպքում հերոյել շատ չես գնացել, որովհետև էլի ստեղծագործական նախագծերում ես զբաղված քո հիմնական աշխատանքում, բայց հետաքրքիր է ինչ նախագծերում ես որպես դերասան հիմա զբաղված եւ արդյոք այս փուլում կան կամ գուցե արդեն ավարտվել են ինչ որ երազանքի նախագծեր։ Այս փուլում բոլորի կողմից արդեն իսկ
Ստում դա գաղտնիք չի որ բոլոր կողմից իրոք շատ է սիրվել, որը որ մեզ համար շատ Հանգիստ ասեք, Կարող եք արդեն ասել իսկ սիրված, սիրված եւ քննարկված։ Կարող եմ ես ասել դա, եթե չեք ուզում Դու ասա։ արդեն իսկ սիրված Սելավի նախագծի մասին է խոսքը, ահա։ ու անկեղծ հիմա նենց տարբեր ոլորտներից, տարբեր մարդկանց եմ արձագանքներ ստանում։ Ըստ ումա դերասանի համար դրանից ավելի լավ ինչ որ բան չի կարող լինի։ Մենք Վանայի հետ առաջին օրը իր հետ նկարահանման ենք եղել ու առաջին օրը արդեն իսկ նենց բարտեսաներ ենք միասին նկարվել ու ընդհանրապես ու մանեն էս չի որ մանենա հիմա դիմաց դրա համար եմ ասում, բոլորը հա դրա մասին գիտեն ու Ուղղակի այդ Բարտեսարանը միասին։ հա միասին ենք, բայց շատ սենց ընդհանրապես չի եղել մտածմունք, որ բավոր չստացվի կամ բավոր վատ լինի, ինչ որ լարվածություն չի եղել։ Բնականաբար ես ու մանեն մինչ նկարանում արդեն իսկ իրար ճանաչել ենք, բայց ուրիշ բան է, երբ որ ճանաչում եք իրար ու ամենօրյա ընկերներ չեք, ուրիշ բան է, երբ որ դուք հայտնվում եք մի նկարահանման հրապարակում ու պետքա խաղալ, ինչ պետքա խաղալ, ինչը որ Գրեթե վերջին պատմության վերջին տեսարաններից մեկը, ամենադրամատիկ տեսարաններից մեկը բավականին բարդ նկարված, բայց ես էլ հանրարդարությամբ պիտի նշեմ, որ Վարուժի հետ աշխատելը ստեղծագործական ամենահետաքրքիր փուլերից մեկն էր նկարահանման այդ կոճակը սեղմելուց առաջ հատկապես, որովհետև թե ինչ փուլերով էինք անցնում, ինչ քննարկումներ էին լինում սուրճի սեղանի շուրջ երաժշտության ուղեկցությամբ, որը մեծ մասամբ հենց ինքն էր ընտրում, որ միջավայրը ամեն ինչ լինի կարգին ու իսկապես բավականին բարդ, բայց հետաքրքիր փուլ էր, որը անցանք եւ շնորհակալություն այն մարդկանց, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևում են այս կերպարների պատմությանը։ այո, Ինչ կերպարներ ես հիմա մարմնավորում եւ արդյոք հիմա ինչ որ ստեղծագործական առումով որևէ նախագծում զբաղված ես։ այս պահին դեռ չեմ մարմնավորում, ուսամ մոտապագայում մարմնավորեմ ինչ Իսկ որ թատրոնում Թատրոնում, հա, ուզում Երբ ես ասել, ենք տեսնելու քեզ։ թատրոնում տևական ժամանակար չէինք մենք խաղում էր իդեպ ակվարիում ներկայացում, բայց հունիսին կվերադառնանք բեմ, երբ որ դու թատրոնին ես վերաբերվում ոչ թե որպես աշխատանք, այլ վերաբերվում ես որպես, չգիտեմ, որպես որ ասում են հոգևոր սնունդ, դա է, հա, լուրջ, ինքը որովհետև իրոք ես աշխատանքի գնում նկարահանվում եմ, բայց երբ որ ես գնում էի բեմ էի դուրս գալիս խաղում, այդ հանդիսատեսի արձագանքը միանշանակ ամենալավ արձագանքն է, որ դու կարաս ստանաս հաջորդ քո օրվա համար, քո օրերյան լցնելու համար, որովհետև երբ որ մարդիկ դուրս էին գալիս ու ասում էին, գիտեք շատ լավն էի կամ ուղղակի որ ասում էին լավն էի, այդ որ sense ոգևորում է ու պարտավորեցնում է, որ դու պետք է միշտ մնաս այդ մարդկանց աչքերում տենց է։ Իսկ դրա համար պետք է անընդհատ աշխատել։ Իսկ աշխատելը թույլ է տալիս նաև թատրոնը, որովհետև նկարահանումները եկար նկարահանվեցի մի տեսարանում գնացիր իսկ թատրոնը այդ sense կոնկրետ խմորա որ sense այդ 1 ամիս 2 ամիս ինքը sense պատրաստվում է հունցվում է ու տենց Շարունակում։ ու տենց շարունակվում ամեն ներկայացման ժամանակ նույնիսկ դու անհատ իրանց sense նորովի հունցում ես նոր բաներ ես բերում էլի նոր համամունքներ բլոգից խոսեցինք, դերերից խոսեցինք կինոյում եւ թատրոնում, բայց ուզում ենք նաեւ խոսել քո երաժշտական գործունեության մասին, որովհետեւ մենք երկիչ Վարուժին եւս շատ սիրում ենք։ Երկիչ ուղղակի տենց մի քիչ շատ ուռճացված է իմ պարագայում Երկող Վարուժին։ Հա, որովհետև երկիչ ասենք երկող Վարուժին։ Նոր երգեր սպասվում են։ Շատ գաղտնիքներ չբացես։ Հա, չէ, գաղտնիք չեմ բացում, բայց հիմա շատ սիրուն գործ ենք գրել, ես ու էլի եղբայրս, իմ մոտ ոնց է։ Ինչի չեմ ասում երկիչ։ Իմ մոտ շատ վաղուց երազանք կա, ու ինքը մինչև հիմա երազանք է, ինչքան էլ անում, ինքը երազանք է մնում։ Երազանքը ինչու՞մ էր կայանում, որ եղբայրս ով երաժշտական կրթություն ով իմ համար շատ սիրուն հարմոնիաներ է ինքն իրենով հենց շատ սիրուն հարմոնիաներ է ստեղծում։ Ես միշտ ուզել եմ, որ մենք ուղղակի միշտ երբ ինչ որ գործեր անենք ու ոնց որ ստեղծագործենք ու ոչ թե ինքը կոմերցիալ լինի, այլ ուղղակի ես գրեմ, ինքը գրի ու մենք ինչ որ կարող է լսի 10 հոգի, կարող է լսի 15 հոգի։ Մի օր գուցե ինչ որ նենց քիմիա ստանանք, որ էլի կոմերցիա չի լինի, բայց կլինի ինքը մերը ու մարդիկ կլսեն, միգուցե։ Բայց հիմա քանի որ լսարանը շատ մեծ չի, ովքեր որ ինձ լսում են, որպես հենց կատարող, բայց իմ ստեղծագործությունները հենց դրա մասին է։ Ստեղծում ենք ես ու եղբայրս, ուրիշ, այսինքն ուրիշ տենց չկա, նկատի ունեմ այն ոնց է մոտեցումը չի, որ երգ եմ ուզում երգեմ, գումար տամ ինչ որ մեկին, ով ինձ համար երգ կգրի, չէ, ես ունեմ տեղ, տեղը կոչվում է Կասկադ, ես բարձրանում եմ Կասկադի վերևը նստում եմ, ականջակալներս դնում եմ,
Մատ ունեմ տենց հիմա նոթատետեր, այդ նոթատետերս բացում եմ ու սկսում եմ գրել իր մեջ։ Իմ վերջին երևի 4 գործեր, որ ես ամենա տենց շատ սրտիս մոտը գրել եմ, ես այնտեղ եմ գրել, ես բարձրանում եմ այնտեղ, նստում եմ ու տենց նայելով քաղաքին կամ գործ է եղել, որ ուղղակի sense Բաղրամյան փողոց ուղղակի բարձրանալով sense լսել եմ ու էլի այդ նոթատետի այդ կասկադից իջել եմ, շարունակությունը այդ ամբողջ Բաղրամյանի ճանապարհին եմ գրել։ Չոր մոտ տենց է ու ասում եմ մոտ այս վերջին գործը, որ էլի գրել եմ, էլի կասկադում եմ գրել ու շատ կուզեմ, որ ինքը շատ տենց հետաքրքիր բան ստացվի, հուսամ լավ բան կստացվի, տեսնենք։ Գրել նկատի ունես խոսքերը։ Հա, խոսքերը։ Բա հետո այդ խոսքերը դառնում են մեղեդիներ։ Այդ խոսքերը, չէ, գրվում է խոսքեր, հետո ես եղբորս ասում եմ, մատ այսպես մեղեդի պետք է մատ ստեղծենք, ուղղակի հարմոնիան դու գրի, լինում է որ հակառակն է լինում, որ ինքը հարմոնիա ստեղծում, ասում եմ ես ուզում եմ, մենակ ես վերջերս մատ հարմոնիա ուղարկեց, ասում եմ ուզում եմ մատ իր համար ինչ որ տենց երևանյան ֆոլք, ինչ որ տենց բան գրես, որովհետև ինչ որ տես ինքն էլ որ իմ ոճը գիտի, զուտ քանի որ ես հին բաներ շատ եմ սիրում, ինքը ինձ արդեն իսկ այդ ոճի մեջ էլ է տենց ստեղծագործում, ուղարկում ասում եմ, այս ինչ կարողանաս վրան գրել, ու ես գրում եմ ու ասում եմ, ուղղակի տենց փորձում ենք տարբեր անգամներ։ Ինձ որպես կատարող շատ մարդիկ սկսել են արդեն որպես դիտարկել, երբ որ ես Դայանայի հետ մեր ընկերոջ հետ երբ որ սկսեցինք միասին համագործակցել, մեր քույր իմ ընկեր, երբ որ Լիլին մեզ ծանոթացրեց, Yellow Heart-ը ծանոթացրեց Դայանայի հետ, հետո ընդհանուր ինչ-որ գծեր գտանք, որ երկուսս էլ ագուծին ենք շատ սիրում ու հետո ինքը արդեն իսկ ագուծինը թարգմանել էր, արել էր, հետո եղավ տենց ընկերական առաջարկ, որ միասին կարելի է անել, փորձել։ Մի խոսքով նոր երգերի սպասում ենք քեզնից առաջիկայում, այս առումով եւս նորություններ կլինեն։ Իսկ այս ընթացքում կարող եք Վարուժի երգերը լսել սերիալոստատիտողներ, եթե չգիտեիք, Այոնը նաեւ երգում է եւ ունի շատ հետաքրքիր ստեղծագործություններ, շատ երևանյան ու շատ հավես լսվող մեզ համար։ Այս եղանակին ինձ թվում է ամենահամապատասխան ստեղծագործություններից է։ Եվ որպես զրույցի այս հատվածի ամփոփում, ի՞նչն է քեզ մոտիվացնում, որտեղից ես դու գտնում էներգիա եւ հակառակը, ինչը կարող է քեզ կոտրել։ Մի քիչ կարող է պաթոսային հնչի, բայց սեր է, որովհետեւ ես երբ որ անկեղծ ես իմ մաշկի վրա զգացել եմ, ես երբ սիրահարված եմ լինում, իմ առօրյան շատ միանգամից է փոխվում։ Իմ վերաբերմունքը գործին, իմ վերաբերմունքը իմ ընկերներին, իմ վերաբերմունքը նույնիսկ այն մարդկանց ում հետ որ ես չեմ սիրում շփվել։ Իսկ հիմա սիրահարված ես։ Ով գիտի, հա։ Հա, ով գիտի։ Սպասենք նորությունների։ Ինձ թվում է բոլորը հասկացան։ Դե, սպասենք պաշտոնական նորությունների։ Եթե դուք զգաք, որ նրա վերաբերմունքը փոխվել է ձեր նկատմամբ, ուրեմն սիրում է եւ սիրված։ Թե դա ինձ շատ է մոտիվացնում գործի մեջ էլ շատ։ Թե դերասանական, ես մի հատ տենց տարօրինակ բան էլ կա, ես դա ընդունում եմ, որ իմ ամբողջ գործունեության ընթացքում դերասանական այդ սերերը ու այդ բաժանումները ինձ միշտ օգնել են։ Դա տենց է, դա դերասան ինձ թվում է դերասանի կյանքում դա շատ կարևոր դեր է խաղում։ Միշտ դերասանը փորձում է ինչ որ տենց տարբեր էմոցիաների հետևից է ինքը տենց վազում, փորձում է գտնել, փորձում է տենց իր մեջ հավաքի այդ էմոցիաները, որ ինչ որ մի օր ինքը դա օգտագործի։ Տենց նախ սիրում են էլի դերասանները իրենց տանջեն, կան տենց մարդիկ, ես այդ մարդկանցից եմ։ Հա, ես այդ մարդկանցից եմ, որ ես միշտ սիրում եմ տենց այդ նույնիսկ այդ ցավ ասվածը sense վերցնել իմ մեջ sense մշակել, որովհետև ինքը ինձ մի օր պետք է գալու, ինձ պետք եկել է, եղել են դեպքեր, որ ես տեսարաններ եմ նկարահանվել, ու ես հետո կողքից ես այդ տեսարանը երբ որ նայել եմ ու մարդիկ եղել են, որ ասել են շատ լավ է կամ օրինակ չգիտեմ ոնց արեցիր, ոնց է sense ստացվում, ես ինքս հասկանում եմ, թե ես ինչ եմ ներդրել այդտեղ ու բացի այդ տեխնիկայից ու բացի այն կենտրոնացումից, որ այդ ընթացքում է եղել, ես հասկանում եմ, որ եթե իրան տենց որպես ֆորմուլա վերցնես, այդ կոլբայի մեջ այդ որ դա քիմիական եթե տենց նյութ ես ինչ որ պատրաստում, այդ տեխնիկան այդ ամենը, sense ինքը ինչ որ մեկ չափաբաժնով մեկը քեզանից կա որ լցնում ես իր մեջ ու այդ տառապանք է լինում այդ չստացված սեր, բաժանում կամ ստացված սեր, որ դու օրինակ կարելի է նույնը վերագրել sense, որ դու այս բանին սիրում ես ինչ որ մեկի ու դու Դա էլ արդեն դե տեխնիկա, դու որ sense փորձես իրան sense կոտրես ու ձևակերպես, այ եթե այդ սերը չլիներ կամ եթե այդ սիրո հետ կապված այդ շոր բան լիներ, ու այդ է sense մի փոքր բան է սարքում, խմորիկ է սարքում, սկսում ես չէ։
ու պայթյունը լինում։ Իսկ եղել է երբևէ, որ այդ քեզնից մասնիկը, որը տալու ես հույզերի տեսքով, արդեն ապրված հույզերի սկսես խանդել այդ կերպարին, որ կիսում ես իր հետ։ Չէ, չեմ խանդել երբեք, չէ, որովհետև իրենք իմն են ու ես գիտակցաբար եմ դա անում։ Ես գիտակցաբար գնում եմ դրան, որ ես նույնիսկ հետո որ նայում եմ այդ տեսարանները, որտեղ որ ես այդ ամեն ինչը ներդրել եմ, ես ինքս եմ հասկանում, որ հա իրոք ես ապրում եմ այդ պահին այն, ինչը որ ես կապրեի, կարող ուրիշ կերպ, ինչ որ ոնց որ վարուժը կապրեր այդ տվյալ մարդու համար կամ տվյալ պարագայում։ Դե, քանի որ weekend է, իսկ մենք սիրում ենք մեր հարցազրույցների ժամանակ նաև խաղեր խաղալ, մի խաղ էլ քեզ համար ենք պատրաստել Վարուժ, եւ այն ուղիղ կապ ունի լուքերի հետ մարդկանց արտաքին տեսքի։ Հիմա մեր պատեկրանին հայտնվելու են հայտնի մարդկանց լուսանկարներ, բայց նրանց դեմքերը լինելու է փակ։ Սա ամենակարևոր պայմանն է, եւ դու փորձելու ես նախ մեկնաբանել հագուստը եւ լուքը, հետո նաև գուշակել թե ով է։ Սուտ կլինի, որ ասեմ իմը չի, որովհետև ես տարբեր ոճերով եմ հագնում, բայց ես օրինակ այս ոճով, որ խոսում ենք, որ առավոտյան պատրաստվելու մտածելու մասին, ես օրինակ sense լինում է, որ դուրս եմ եկել, երբ որ ես օրինակ զարթնում եմ, ասում եմ դե լավ, որ տրամադրություն չկա մտածելու ինչ կարելի է հագնել, ես գնում եմ այդ օրը նկարահանման, ես ուղղակի տենց այդ մի հատ ջինս է տաբատ, վերնահագուստ, սպորտային կոճկներս հագնում ու դուրս եմ գալիս։ Այսինքն սուտ կլինի, որ ասեմ ես այս ոճով չեմ հագնվում, էլի։ Ժամանակ չկա մտածելու։ Հա, ժամանակ չկա մտածելու, հիմա որ տենց ուղղակի տենց վեր կացա, հագնվեցի դուրս եկա։ Իսկ ով է։ Չէ, ես չէի գուշակի։ Մտածում եմ սկզբում անկեղծ մտածում եմ Միկան է, հետո նայում եմ, ասում չէ Միկան սենց չունի, հետո նայեցի կողք տարածքին, ասի չէ Միկան սենց տեղ չի եղել։ Կարող է եղել է, կարող է նկարի ես չեմ տեսել։ Նկարները չենք տեսել։ Չէ, Արամն էլ է բայց ոճային հագնվում։ Շատ, դրա համար ոնց որ մի քիչ ավելի այլ։ Արսենն է Գրիգորյան։ Չէ։ Ես ասեմ, օրինակ ես լոֆերները կհագնեի, ես հիմա սենց նեղ տաբատ չեմ հագնում։ Նույնիսկ դասականի բարագայում ես նախընտրում եմ ավելի լայն, ավելի 80-ականների տաբատներ, ես որ ասեմ, որ օրինակ հիմա այս վերջի շրջանում մանավանդ, որ շատ է ինձ դուր գալիս այդ հին ժամանակների, չնայած հիմա էլ է դա այդ ոճին ասում պահպանված այն այդ լայն ձևվածքով ու այստեղ սենց ծալվածքներով, ծալքերով, հա ինձ այդ ոճն է դուր գալիս, դրա համար տաբատի տեսանկյունից եմ ասում։ Տաբատը կփոխեիր։ Տաբատը կփոխեի, հա, դե տաբատի հետ մեկտեղ արդեն դե ոնց որ պիջակնել։ Հա, պիջակնել ու ես, եթե չեմ սովորել, այստեղ կաշվե ինչ որ բան, հա։ Նու ոճը իմը չի ամեն դեպքում, հա, իմը չի։ Ու երևի թե Արսենն է Գրիգորյան։ Տեսնենք։ Կարող չէ։ Արամեն։ Հասկացա։ Հաջորդը։ Հիմա ես ուզում եմ ասեմ ով է, բայց կարող է նաև ինքը չի։ Չէ, ոճային է, անկեղծ։ Ես կանանց տեսակյունից ես սիրում եմ, որ իսկ ներկայանալի են լինում, սենց շատ։ Առօրյայի մասին բնականաբար չի թվում, որ իրանց բարագայում երևի կանանց բարագայում բարդ է, չէ՞, անում միշտ սենց ամեն օր սենց կաբլուկներով, իհարկե բարդ է, բայց մեզ փոքր ժամանակ ասել են, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Հասկացա։ Կուզենայի, որ օրինակ իմ կողքի կինը մի օր ինչ որ որևէ միջոցառման որ գնենք, ես շատ լավ կզգայի, եթե օրինակ ես ոճով հագնված լիներ, այսինքն։ Ով է պատկերված։ Ինձ թվում է ես գիտեմ։ Ես էլի ուզում եի սխալվեի, լավ էր որ չսխալվեցի։ Իդեպ Արփին, եթե հետևեք նրան, նա սիրում է լայն թևքերով միշտ պիջակներ կրել, այն ձեռքի կտորը մատնեց, որ Արփին կարող է լինել։ Այո։ Հիմա հաջորդ նկարը։ Դե լավ, դե ոչ մեկի չեմ գուշակելու։ Հագուստը։ Հագուստը գունային առումով մենակ իձ վերջերս սկսել է դուր գալիս էլեկտրիկ կապույտ գույնը, դե ջինսը տաբատ է էլի իմ համար զուտ ես շատ լայն եմ հագնում հիմա, նույնիսկ որ հագնում եմ, օրինակ հիմա փորձում ջինսի տաբատները եթե լինում են իմ մոտ նեղ, ես ունեմ հիմա այս պահին նեղ ջինսի տաբատներ, ես իրենց չեմ համադրում սպորտային կոշիկների հետ։ Ես ջինսի տաբատները ավելի շատ հիմա համադրում եմ ավելի դասական կոշիկների հետ, բայց թե ով է, երևի Սարգիսը Եղիազարյան։ Տեսնենք։
Էրիկը Կարապետյան։ Հասկացա։ Ես ասեմ ոչ մեկի sense holiday որ ասում են, չէ, դենց օրինակ դες sense տաբատներ դե բնականաբար չեմ սիրում։ Ես դեմ չէի լինի օրինակ նման կերպ հանդես գալ որպես կերպար։ Սիրով հանդես կգայի նման կերպ որպես Փոքրիկ կերպար։ հուշում սա որպես կերպար է, Գարիկն է, Պապոյան։ Տեսնենք։ Որովհետև ես այս ֆիլմում Մարմնավորել եմ կերպարներից մեկը։ կերպարներից մեկին դրա համար հա։ Հաջորդ նկարը։ Օ։ Ոչի տեսանկյունից ինձ RP ոճը ավելի մոտ է։ Ես այս ոճը նենց չի տենց շատ ոչ կարամ փնովեմ, ոչ էլ բայց կարամ ասեմ որ իմ մասին չի։ Իսկ ով է պատկերված։ Չեմ կարող գուշակեմ։ Տեսնենք։ Մարիամն է։ Մեր Մարիամն է։ Դե հետո կխոսենք իրար հետ։ Կռիվը պատրաստ է։ Այո։ Կասես թե ինչու օրինակ քոնը չէ այս լուկը։ Բայց դա Մարիամի հետ առանձին արդեն։ Շնորհակալ ենք շատ Վարուժ, որ մեզ հետ սկսեցիք օրը։ Վերջին պրովոկացիաները շատ։ Մենք սիրում ենք պրովոկացնել մի քիչ։ Փոքրիկ։ Բայց դա անում ենք թեթև առավոտյան տրամադրությամբ, որ հետո ավելի մեծ ամբողջ օրը հրապարակներ տենց էլ չլինեն։ գնա։ Շնորհակալ ենք շատ, որ օրը մեզ հետ Ձեզ եմ սկսեցիք։ շնորհակալ շատ։ Ես նոր ստեղծագործական հաջողություններ եւ ինչ սպասում ենք մեր տաղավարում, դրանք միասին քննարկելու, Շնորհակալ եմ շատ ինձ հյուրընկալելու համար։ առայրացնելու։ Շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար, ինձ շատ հաճել էր մանավանդ որ ես որպես բացի եմ որ ես որպես հյուր էի, դուք իմ ընկերներն եք, ինձ շատ հաճել է միշտ որ մանավանդ որ ընկերների հետ ես հարցազրույց անցկացնում, ոգեշնչող է որ օրը ես ձեզնով եմ սկսել, ես հիմա ասենց այսօր դուրս եմ գալու այստեղից, գնամ աշխատանքի, հետո գնամ Եվ զանգ ստանաս Մարիամից։ Այ, ես որը կշարունակվի այդ զանգով։ Շնորհակալ ենք անչափ։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։